Գիտելիգայի համար պայքարում 6 ուժեղագույնները հասան կիսաեզրափակիչ։ Հեշտ մրցակցություն ընդհանրապես չի լինելու։ Հաշվի առնելով ում հետ եմ խաղալու դժվար է լինելու միանշանակ։ Խաղի ամենամեծ շրջադարձը սկսվում է այն պահին, երբ թվում է ամեն ինչ որոշված է։ Այստեղ դու վրիպեցիր։ Քանի հարց փախա։ Սակայն ոչինչ կանխորոշված չէ, քանի դեռ չի հնչել վերջին հարցը։ Անկամ չեք պատկերացնում ինչ կատարվել։ Օհո։ Մի վարքան էլի։ Հարցեր, որոնք կստիպեն սպորտային նոստալգիա ապրել։ 1982-ին դու դեռ չէիր ծնվել։ Կապ չունի, նրա բազան թենիսից հրաշալի է։ Տունը պարապել ես։ Ոչ։ Թեմաներ, որոնցում վրիպելը կբարկացնի երկրպագուներին։ Միտեղ պետք է Բարսելոնան առաջ լիներ, թե ոչ։ Որպես Մադրիդի Ռեալի երկրպագու դու բզբզում ես։ Այս սրանից էի վախենում։ Արագությունը ստիպում է մոռանալ անգամ ամենապարզ պատասխանները։ Լավագույն ռմբարկուն Ռոնալդո։ Ոչ Նեյմարը։ Գևորգը արդեն Թեմաներ է ստանում, գեբ։ Սակայն նրանք զինված են ոչ միայն գիտելիքներով, այլև տակտիկական հնարքներով։ Ես ընտրում եմ Էրնեստի թեման 7։ ես ձեր փոխարեն կծափարի։ Բաց մի թողեք գիտելիքի ու արագության լիգան։ Մենք խաղում ենք գիտելիգա։ Ֆուտբոլը լավագույնն է, երբ կողքիդ ընկերներն են սեղանին համեղ ուտելիք, իսկ բաժակում իսկական քրաֆտ գարեջուր։ Գիտելիգայի հովանավոր նորաբաց Դահուկ Բիրհաուսը հրավիրում է վայելելու ամենաթեժ ֆուտբոլային հանդիպումները համեղ ուտեստների տեղում պատրաստվող 4 տեսակի քրաֆտ գարեջրի եւ անկրկնելի մթնոլորտի ուղեկցությամբ։ Արի Դահուկ Բիրհաուս, հավաքիր ընկերներիդ, վայելիր խաղը, բացահայտիր նոր համեր եւ դարձիր արկածի մի մասը։ Ողջույն, ես Էդուարդ Քալանթարյանն եմ, GoFM-ի YouTube-ի ալիքի եթերում մարզական ինտելեկտուալ գիտելիգա նախագիծն է։ Սա լիգա է, որտեղ ամենակարևորը գիտելիքն է։ Մի փոքր էլ բախտի գործոն է։ 12 մասնակցից պայքարի մեջ մնաց ուղիղ կեսը, ես կասեի ուժեղագույն կեսը։ Պայքարն ավելի է թեժանում, որովհետև մենք սկսում ենք առաջին կիսաեզրափակիչը եւ ես ներկայացնում եմ մասնակիցների եռյակ։ Գևորգ Ղազարյան։ Ողջույն Գևորգ։ Ողջույն։ 18 միավոր քառորդ եզրափակչում եւ դու այն երկու երջանիկներից մեկն ես, որոնք դուրս եկան կիսաեզրափակիչ երկրորդ տեղով։ 18 միավորը բավականացած։ Գոես քո խաղից քառորդ եզրափակչում Ճիշտն ասած հիշում ես, ես ասացի եկել եմ խայտարակվելու համար, չստացվեց։ Կփորձեմ հիմա։ Սախափարեցի։ Այո, կփորձեմ կիսաեզրափակիչում։ Այստեղ կարծում գիտակցում ես, որ ամեն ինչ ավելի թեժ է, այն առումով որ մրցակիցները եւս չեն պատրաստվելու զիջել եւ հեշտ մրցակցություն ընդհանրապես չի լինելու։ Հաշվի առնելով ում հետ եմ խաղալու դժվար է լինելու միանշանակ, բայց ես թեթևություն եմ իմ հետ բերել ինձ համար։ Տեսնենք որքանով է թեթև այդ ամենը եւ որքանով ծանր մրցակիցների համար։ Էրնեստ Շաբոյան, ողջույն Էրնեստ։ Ողջույն։ Ձեր քառորդ եզրափակիչը բացառիկ է այն առումով, որ 3 մասնակիցներ հավասար միավոր վաստակեցին եւ միակ քառորդ եզրափակիչն էր, որտեղ լրացուցիչ հարցերի կարիք եղավ։ 3-դ էլ 22 միավոր վաստակեցիք, լրացուցիչ հարցի շնորհիվ գրավեցիր առաջին տեղը։ Այդ լարվածությունը թողել է արդեն հասցրել ես միջև կիսաեզրափակիչ այլ կերպ պատրաստվել։ Ես անկեղծ ասեմ, լարվածություն ընդհանրապես չի եղել, առաջի վարքյանից մինչև վերջին վարքյանը վայելել եմ, այնպես ինչպես գործընկերներս Իշխանը եւ Արամը, հետեւաբար խոսել լարվածության մասին կարծում եմ ավելորդ է, ուղղակի էմոցիաները շատ էին, շատ ուշ թողեցին։ Եվ դա ճիշտ է, որովհետեւ այստեղ պետք է վայելել խաղը, ի վերջո սա բոլորիս սիրած զբաղմունքն է։ Այո։ Արամ Սահակյան, Արամ, ողջույն, այն քառորդ եզրափակչում, որտեղ դու էիր խաղում, վերջին քառորդ եզրափակչում 22 միավոր միայն դու վաստակեցիր, ի տարբերություն առաջին քառորդ եզրափակչի, մրցակցությունն այդքան թեժ չէր, թե միայն թվում է այդպես։ Չէ, իրականում հեշտ չէր, որովհետև առաջին փուլում ես հետ էի միավորներով, բայց կարողացա երկրորդ փուլում հետ գալ, ընդհանուր առմամբ ես եւս, ինչպես գործընկերներս նշեցին, շատ եմ վայելել այս process-ը եւ անհամբերությամբ սպասում եմ նաեւ այսօրվա խաղին։ Տունը պարապել ես։ Ոչ։ Ամենը պարապել ենք տարիների ընթացքում բոլորս, կարծում եմ, եւ կուտակել մեր գիտելիքները։ Էրնեստը եւ Արամը քառորդ եզրափակչին փայլուն հանդես եկան երկրորդ փուլում, որտեղ արագության գործոն կար, հարցերին շատ արագ եւ ես հենց այդտեղ խայտարակելն եմ։ Որոշեցիր այդ։ Շատ լավ, կանոններին ծանոթ եք, ամեն դեպքում եւս մեկ անգամ հիշեցնեմ, 3 փուլ, ով ավելի շատ միավոր վաստակի կգրավի առաջին տեղը եւ կապահովի իր տեղը եզրափակիչ խաղում։ Իսկ երկրորդ տեղը գրաված մասնակիցը կսպասի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքին, որովհետեւ երկրորդ տեղը գրաված մասնակիցներից լավագույնը նույնպես դուրս է գալու եզրափակիչ։ Այնպես որ
պայքարել է պետք մինչև վերջ։ Եվ եթե առարկություններ չունեք, պատրաստ եք, ես հայտարարում եմ առաջին փուլի մեկնարկը։ Եվ այսպես առաջին փուլ այստեղ ունենք որոշակի փոփոխություն կանոններում։ 20 հարցի փոխարեն, որոնք հնչում էին 4-րդ եզրափակչում, 10 հարց է հնչելու, ավելի քիչ են հարցերը, հետևաբար դուք կունենաք սխալվելու ավելի քիչ իրավունք։ Սա կիսաեզրափակիչ է, այստեղ մրցակցությունն ավելի բարձր է եւ հարցերը քիչ են, որպեսզի կարողանաք ավելի լավ տրամադրվել եւ չսխալվել։ Այստեղ դա ամենակարևորն է։ 10 հարցից յուրաքանչյուրն ունենալու է պատասխանի 4 տարբերակ, մեկը բնականաբար ճիշտ տարբերակն է եւ ձեր արժեվ դրված գրատախտակների վրա խնդրում եմ բավականին մեծ գրել այն տառը, որի տակ ըստ ձեզ թաքնված է, ոչ թե թաքնված է, այլ գրված է ճիշտ պատասխան։ Պատրաստ եք։ Ընթերցում եմ առաջին հարցը։ Ինչ հաշվով 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինան հաղթեց Արևմտյան Գերմանիային։ 2-1, 3-2, 1-0, թե հետխաղային 11 մետրանոցներով։ Գնանք մի փոքր Էրնեստի մանկություն։ Էրնեստը պատրաստ է, որովհետև եթե շատ խորանանք, միգուցե նայել է այս խաղը։ 5 տարեկան։ Բոլորդ պատրաստ եք եւ տեսնեմ ձեր տարբերակները Էրնեստ խնդրեմ։ Գևորգ եւ Էրնեստը կարծում են, որ 3-2, Արամը կարծում է 2-1 հաշվով, իսկ ճիշտ պատասխանն է 3-2։ Իհարկե, Դիեգո Մարադոնան եզրափակչում գոլ չխփեց, բայց նրա թիմը հաղթեց 3-2 հաշվով։ Գևորգ եւ Էրնեստը մեկական միավորով են սկսում կիսաեզրափակիչը։ Արամ կարծես պատկերը նույնն է, այսպես սկսեցիր նաեւ 4-րդ եզրափակիչ։ Այո։ Երկրորդ հարցը։ Քանի անգամ է Անդրե Աղասին հաղթել մեծ սաղավարտի մրցաշարերում։ 6, 7, 8, թե 9։ Հարց թենիսից։ Թենիսի սիրահար։ Ես Արամի պրոֆիլն է արդեն։ Դե Արամի պրոֆիլն է, բայց Արամը ավելի ուշ է կարծում սկսել։ Դե կապ չունի, նրա բազան թենիսից հրաշալի է։ Ամենայն դեպս երկար մտածեց, պատրաստ եք։ Խնդրեմ ձեր տարբերակները, Գևորգը եւ Էրնեստը կարծում են, որ 6 անգամ, իսկ Արամը կարծում է, որ 7 անգամ։ Այդ հենց սրա մասին էի խոսում։ Մի փոքր ավելի շուտ էր պետք սկսել թենիս նայել, Անդրե Աղասին մեծ սաղավարտի 6 անգամ։ 8 տիտղոս է նվաճել, 8 տիտղոս, ոչ ոք ճիշտ չպատասխանեց այս հարցին, բայց բոլոր մրցաշարերում 4-ում էլ հաղթել է։ Աղասին կարծում եմ սա գիտի։ Երրորդ հարց. Որ թվականին է Ասթոն Վիլան հաղթել Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկություն։ 1979, 1980, 1981, 1982։ Old school-յան հարցեր են այսօր ցես համար պատրաստված, եթե նկատում եք, Գևորգ, փորձում ես հիշել, թե փորձում ես գուշակել։ Չէ, փորձում եմ հիշել։ 1982-ին դու դեռ չէիր ծնվել։ Միանշան։ Իսկ ի՞նչն ես հիշում այդ։ Պարբերաբար, երբ աչքի եմ անցկացրել այդ 1979-ին առավել եւս չէիր ծնվել։ Դե անպայման չի իմ այս ինտերնետի դարում պետք չի դա, բայց իմ հիշողությունը տենց պատկերային է։ Մանավանդ էս վերջերս շատ են տարածում նման ցուցադրեք, խնդրեմ ձեր պատասխանները։ լուսանկարներ ու իմ հիշողությամբ դա 82-ն է։ Դրանից բոլորիդ հիշողությունը չդավաճանեց ձեզ։ Իհարկե, այո, 1982 թվականին Ասթոն Վիլան հաղթեց չեմպիոնների գավաթի խաղարկություն, դա միակ հաղթանակն էր։ Մյունխենի Բավարիային, իդեպ, եզրափակիչում 1-0։ Այն ավելի երիտասարդ սերնդից կան Պես անցած մրցաշրջանի լիգայի փուլում Դե հաղթեցին կարծում 1-0։ Ասթոն Վիլայի վերջին եզրափակիչը մեկնաբանելիս պատրաստվել էր Արամը եւ Մեկնաբաններից երկուսը տաղավարում են։ Այո, երկուսն են տաղավարում։ Մեկական միավոր բոլոր մասնակիցներին եւ գնանք հոգի առաջ։ Արատ Արմենիան։ Որորդ հարց. Որ մարզաձևում է հանրահռչակվել ռուս Եկատերինա Գամովան։ Հանդբոլ, ձյուդո, վոլեյբոլ, բիատլոն։ Եկատերինա Գամովա։ Ինչ է ասում ձեզ այս անուն ազգանունը։ Արամը կարծես Ես չգիտեմ, փորձել է կռահել։ Այո։ Այո, պատրաստ եք։ Գևորգը կարծում է վոլեյբոլում, Էրնեստը բիատլոնի տարբերակին է հակված, իսկ Արամը մտածում է, որ հանդբոլում, Գևորգը, չգիտեմ, հիշում էր Գամովային։ Ճիշտ է, հա, գուշակել ես։ Վոլեյբոլում Եկատերինա Գամովան ամենաբարձրահասակ խաղացողներից մեկն էր համաշխարհային վոլեյբոլում եւ համաշխարհային գլխավոր աստղը իր ժամանակաշրջանի։ Վոլեյբոլ ճիշտ պատասխան միայն Գևորգը ազանը տվեց 1 միավոր նրա։ 5-րդ հարց. Քանի անգամ է Բիլբաոյի Ատլետիկը նվաճել ֆուտբոլի Իսպանիայի գավաթը։ 24, 20, 18, թե 10։ Իսպանիայի գավաթ։
Նորից Էրնեստ եւ Արամ բազմիցս մեկնաբանել եք։ Ես ոչ այդքան։ Գևորգն այդ ընթացքում վազում էր, բայց միգուցե ինչ որտեղ նկատել է։ Գրեք, խնդրում եմ ձեր տարբերակը եւ տեսնենք ինչ եք մտածում։ Գևորգը 24 տարբերակին է հակված։ Էրնեստը ասում է, որ 18 անգամ եւ 20 անգամ ասում է Արամ։ Ես գիտեմ, որ Բիլբաոյի Ատլետիկը երկրորդն է այս տիտղոսը իր նվաճածների։ Եվ այդ տրամաբանությամբ դու շատ ճիշտ ընտրություն կատարեցիր, այո, 24 անգամ Բիլբաոյի Ատլետիկը նվաճել է Իսպանիայի գավաթը, զիջում է այս ցուցանիշով միայն Բարսելոնային եւ առաջ է Մադրիդի Ռեալից։ Դե միտեղ պետք է Բարսելոնան առաջ լիներ, թե ոչ, Էդուարդ։ Իսպանիայի առաջնությունում Ատլետիկի մասին, որը նույնպես առաջ է։ Այո, Իսպանիայի առաջնությունում բայց զիջում են Ռեալին, թե Բարսելոնան, թե Ատլետիկը, թե Չեմպիոնների լիգայում են զիջում բոլորը։ Շատ լավ։ Որպես Մադրիդի Ռեալի երկրպագու դու բզբզում ես արա։ Ես առաջ եմ թողնում, հետո հետ կգամ։ Գևորգ Գազանը կրկին վաստակեց եւ անցնենք 6-րդ հարցին։ Բրյուս Լի ուսուցիչ Իփ Մանի մասին պատմող ֆիլմաշարի որ սերիայում է նկարահանվել Մայք Թայսոնը։ Առաջին, երկրորդ, երրորդ թե չորրորդ։ Էրնեստ, ես գիտեմ, որ Իփ Մանի բոլոր ֆիլմերը դիտել ես եւ արդեն կայացվել ես քո որոշում։ Հիշում ես, որում է նկարահանվել Մայք Թայսոնը։ Դե սպասենք Արամի եւ Գևորգի որոշումներին։ Ժամանակն է արդեն, խնդրեմ ցուցադրեք։ Գևորգը մտածում է, որ երկրորդում, Էրնեստը կարծում է, որ չորրորդում եւ երկրորդում ասում է Արամ։ Իսկ Մայք Թայսոնը նկարահանվել է երրորդ մասում Էրնեստ, այո, ոչ երրորդում եւ այստեղ դու վրիպեցիր փաստորեն։ Ճիշտ պատասխան չունենք այս հարցին, թեև վստահ եմ, որ Էրնեստը կգիտի։ Ես այո, մի բան խառնեցի։ Հնարավոր է շփոթմունք, այդպես եւս մեր խաղում լինի։ 7-րդ հարց։ Ֆուտբոլի Պորտուգալիայի չեմպիոն դարձել է ընդամենը 5 ակումբ։ Բենֆիկան, Պորտուն, Սպորտինգը, Բոավիշտան եւ որն է 5-րդ ակումբը։ Բրագան, Բելենենսեշը, Վիտորիա դե Սետուբալը, Ակադեմիկա դե Կոիմբրա։ Վաղուց պատրաստ էի։ Պատրաստ էիր, գիտեիր։ Ես անգամ տարբերակները առանց լսելու էի գրել։ Շատ լավ։ Էրնեստը մտածում է, որ Բրագան է։ Գևորգ եւ Արամը մտածում են, որ Բելենենսեշն է, եւ ճիշտ են մտածում։ Բելենենսեշը 5-րդ թիմն է, որը նվաճել է Պորտուգալիայի չեմպիոնի կոչումը, մեկական միավոր Գևորգին եւ Արամին։ Գնացինք առաջ, 8-րդ հարց։ Ինչպես է 2002 թվականի չեմպիոն ռուս գեղասահորդ Յագուդինի անունը։ Ալեքսեյ, Անդրեյ, Ալեքսանդր, Պավել։ Օլիմպիական չեմպիոն բնականաբար նկատի ունեմ։ Ինչպես է Յագուդինի անունը, Ալեքսեյ, Անդրեյ, Ալեքսանդր թե Պավել։ Գևորգը արդեն գրել է, Էրնեստ, սպասում ենք քո տարբերակը։ Ես ինչքանով որ հիշում եմ։ Ալեքսեյ կարծում են Գևորգը եւ Էրնեստը, Արամը մտածում է, որ Պավել Յագուդին է, Պավել Յագուդին անունով գեղասահորդ առաջին չկա, համենայն դեպս հայտնի, իսկ օլիմպիական չեմպիոն Յագուդինի անունը իհարկե Ալեքսեյ։ Գևորգը եւ Էրնեստը մեկական միավոր վաստակեցին եւ այս փուլի նախավերջին 9-րդ հարցը։ Ֆուտբոլային այս ակումբներից որը Մադրիդից կամ դրա արվարձաններից չէ։ Լեգանես, Խետաֆե, Ալկորկոն թե Բուրգոս։ Օհո։ Հիմա մտածեք։ Այս ակումբներից մեկը ոչ Մադրիդից է, ոչ արվարձաններից, այլ բավականին հեռու։ Հեռու է գտնվում այդ։ Փորձենք վայրը, գուշակել։ որտեղից այս ակումբը։ Պատրաստ եք։ Տեսնեմ։ Գևորգը մտածում է, որ Խետաֆեն Մադրիդից չէ, Էրնեստը կարծում է Բուրգոսը, Արամը եւս կարծում է Բուրգոսը։ Գևորգ, Խետաֆեի մասին չէի՞ լսել ընդհանրապես։ Շատ եմ լսել։ Շատ ես լսել, հա։ Պարտապես աշխարհագրական նրանց տեղը Խետաֆեն Մադրիդից է, իսկ Բուրգոսը ճիշտ եք մտածում Էրնեստ եւ Արամ Մադրիդից չէ, ոչ էլ արվարձաններից, այնպես որ մեկական միավոր Էրնեստին եւ Եթե կարելի մի հետաքրքիր բան ասեմ, ես Լեգանեսը եւ Խետաֆեն միմյանց շատ մոտ են, նաեւ այս երկու թաղամասները գտնվում Մադրիդի եւ իրենց դերբին, եթե ճիշտ եմ հիշում, դա ինչ-որ փողոցային դերբի անվանում ունի, որովհետեւ մի քանի փողոց է բաժանում Լեգանեսը եւ Խետաֆեն։ Սա կոչվում է Արամին հարցրու ասեիր, ես կգրեի։ Հարցրու Արամին Մադրիդից եւ Թե չէ գեղասար վերցրու պոպկորնը եւ լսի։ Վերջին հարցն է արժևում, պարոնայք։ Եթե ուղղել սխալներ, ապա հենց հիմա։ Իհարկե։ Թենիսի Masters 1000 շարքի որ մրցաշարում է տիտղոս նվաճել Կարեն Խաչանովը։ Շանհայի, Մադրիդի, Փարիզի թե Հռոմի։ Ինչքան որ հիշում եմ։
Արամը կարծես հարցի ընթացքում գրեց արդեն իր տարբերակը։ Գևորգը կարծում է, որ Շանհայում է հաղթել Խաչանովը, Շանհայում էլ ասում է Էրնեստը, իսկ Արամը իհարկե գիտեր, որ Փարիզում եւ հիմա նակասի ում է հաղթել Նովակ Ջոկովիչին եւ Կարենի միակ տիտղոսը 6-4-7-5, եթե չեմ Այ հաշիվը դժվարանում եմ հիշել եւ անցած տարի նաեւ Տորոնտոյում եզրափակիչ։ Այո, հասավ Փարիզում, այո, Փարիզում Ես հետո Վերսիում հիշեցի, հաղթեց հա։ Խաչանովը Նովակ Ջոկովիչին, ճիշտ պատասխանեց միայն Արամ Սահակյանը եւ սա վերջին հարցն էր, առաջին փուլը ավարտված է, ամփոփենք արդյունքները։ Այսպիսով, առաջին փուլից հետո մենք ունենք հետեւյալ պատկերը։ Էրնեստ, Արամ, դուք շատ հավասար խաղ ցույց տվեցիք եւ վաստակեցիք 4-ական միավոր։ Գևորգը ավելի լավ խաղաց այս փուլում, նա 6 ճիշտ պատասխան է տվել եւ ստանձնում է առաջատարությունը առաջին փուլից հետո, բայց ընդամենը 2 միավորի առավելություն է, քառորդ եզրափակիչները ցույց տվեցին, որ դա ընդհանրապես խոչընդոտ չէ։ Արչեվում երկրորդ փուլն է, տրամադրվեք, մենք կշարունակենք։ Մենք գիտելիգայում ենք, սա առաջին կիսաեզրափակիչն է, առաջին փուլից հետո Գևորգ Ղազարյանը 6 միավորով առաջատարն է, Էրնեստ Շաբոյանը եւ Արամ Սահակյանը 4-ական միավորով նրան հետապնդում են եւ մենք հիմա սկսում ենք երկրորդ փուլը, որը ամենադինամիկն է, միգուցե հուզիչը եւ հուսով եմ ձեր նյարդերը կառավարելու, սառնասրտությունը պահպանելու տարբերակը արդեն գտել եք քառորդ եզրափակիչներից հետո։ Հիշեցնեմ երկրորդ փուլի կանոնները։ 70 վայրկյանի ընթացքում պետք է պատասխանեք առավելագույնը 10 հարցի, եթե ավելի շուտ եք պատասխանում, ժամանակը կանգնում է, դուք այդ թեմայի առավելագույնը արդեն վաստակում եք։ 6 թեմա ունենք, երկուական յուրաքանչյուրիդ համար։ Գնդակը պետք է վերցնեք, ընթերցեք թեման եւ ես ձեզ համար կարդամ հարցերը։ Իսկ ինչ թեմաների շուրջ ենք խաղալու այսօր երկրորդ փուլում։ Շատ հետաքրքիր է։ Հետաքրքիր է։ Այո, այնքան ուշադիր եք նայում, որ ես արդեն հասկանում եմ, որ հետաքրքիր է։ Ասեմ թեմաները. հազարանոց վարպետները, ամեն ինչ թենիսի Masters 1000 շարքի մրցաշարերի մասին։ Great 8, ամեն ինչ Ալեքսանդր Օվեչկինի մասին։ Գերմանական որակ, գերմանական ֆուտբոլի մասին, բնականաբար։ Եվրո 2000, Zizou եւ Joga Bonita, ամեն ինչ բրազիլական ֆուտբոլի մասին։ Եվ հետաքրքիր, եւ հեշտ միգուցե եւ բարդ թեմաներ կան։ Այստեղ նաեւ ինչպես ասում էի, բախտի գործոն։ Կապ ունի ինչ գնդակ ինքներդ ձեզ համար կընտրեք, հիմա մենք կտեսնենք։ Իսկ գերմանական որակի տակ գերմանական ֆուտբոլի թե առհասարակ գերմանական սպորտի, ոչ ֆուտբոլի ներողություն, գերմանական սպորտի, առհասարակ գերմանական սպորտի մասին հարցեր են, մարզիկներ, իրադարձություններ եւ այլն եւ այլն։ Եթե պատրաստ եք, մենք ավանդույթի համաձայն եւ կանոնների համաձայն սկսում ենք առաջատարից։ Գևորգ, առաջին Եկա խայտարակվել եմ։ Իսկ միգուցե սա, հենց վրայից։ Չեմ խառնի, արդեն խառնած էր։ Այո։ Հստենք ինչ է ընտրել Գևորգ։ Պամ պամ պարավարավարամ պամ 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 պարավարավամ պարամ պամ պամ պարամ պամ պամ պարամ պամ գերմանական որակն է մեզ մոտ։ Այ հիմա կիմանանք որքանով ես գերմանական սպորտին ծանոթ Գևորգ։ Ժամանակին սովորել եմ գերմաներեն, որքանով դա ինձ կօգնի, չգիտեմ։ Պատրաստ ես Գևորգ։ Այո։ Սկսում ենք գերմանական որակ թեման Գևորգ Ղազարյանի հետ 70 վայրկյանը գնաց։ Քանի անգամ է Միխայել Շումախերը դարձել Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն։ 9 Ոչ 7, նա աշխարհի նախկին առաջին ռակետն է եւ մեծ սաղավարտի մրցաշարերի 6 սակի հաղթող։ Անցանք Բորիս Բեկեր։ Նա ֆուտբոլի պատմության 3 ներկայացուցիչներից մեկն է, ով աշխարհի չեմպիոն է դարձել եւ որպես ֆուտբոլիստ եւ որպես մարզիչ։ Գրոտանի։ Անցանք Գևորգ։ Անցանք Ֆրանց Բեկենբաուեր, Էդմոնտոն Օյլերսի այդ հարձակվողն առաջին գերմանացի հոկեյիստն է, որը նվաճել է Արտրոս Լեոն Դրայզայտլ, որ մարզաձևում են հանրահռչակվել Մագդալենա Նոյներն ու Լաուրա Դալմայերը։ Չէ, Դաուկասակ։ Ոչ բիատլոն, չնայած եզրափակչում թույլ տված սխալներին նա ճանաչվեց աշխարհի առաջին լավագույն ֆուտբոլիստ։ Ժամանակը Գևորգ, չգիտեմ։ Օլիվեր Կանը, նա թենիսի միակ ներկայացուցիչն է, որն օրացուցային տարվա մեջ հաղթել է մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերում եւ օլիմպիական խաղերում, նվաճելով ոսկե սաղավարտ։ Չէ։ Ժամանակը Գևորգ, մեկ հարց էլ հասցնեմ ընթերցել։ Շտեֆի Գրաֆներ եւ 8-րդ հարցն եմ ընթերցում, այդ մարզչի գլխավորության ֆուտբոլի Հունաստանի հավաքականն անակնկալ հաղթանակ տարավ Եվրո 2004։ Օտտո Ռեհագել եւ վերջին փորձից Գևորգը գոնե 1 միավոր կարողացավ վաստակել։ Վերջապես ես խայտարակվեցի։ Շնորհավորում եմ Գևորգ, կատարեցի խոստումդ, այո։ Խայտարակվեցի։ Ասում էի, չէ, անելու եմ։
Բայց ում խայտարակեցիր, այստեղ պետք է դեռ պարզել։ Քեզ, քո ուսուցիչներին, թե գերմաներենի Իրականում շատ լավն էր, շատ։ ինչն էր լավը։ Տարավ։ Թեման տարավ։ Թեման տարավ, թեման շատ լավ է։ Բոլոր հարցերին կարծում կարելի է։ Այո, շատ լավ թեմա էր։ Պատասխանել Գևորգ, խլեցիր մրցակիցներից իրենց սիրելի թեմաներից մեկը, սա եւս Մարտավարությունն է, որ առաջացել։ Մեկ միավոր Գևորգ Ղազարյանին այս թեմայի համար եւ քանի որ դուք հավասար միավոր եք վաստակել, մենք որոշել էինք, որ ըստ հերթականության պետք է մոտենաք եւ Էրնեստ դու ավելի մոտ ես կանգնած։ Ոչ մի խնդիր։ Տեսնենք ինչ ընտրեց Էրնեստը։ Միայն թե ինչը չլինի Էրնեստ։ Կան այդպիսի մտքեր։ Կան, բայց բացելուց հետո կաս։ Բացելուց հետո։ Որովհետև դա ես բացել։ Joga bonita։ Joga bonita, սա Փորձենք գիտելիքները բրազիլական ֆուտբոլից։ Սա բրազիլական ֆուտբոլի, այո, մասին է եւ կարծում եմ այստեղ պետք է երբևէ չեմ փորձել գիտելիքներս բրազիլական ֆուտբոլի մասին։ Պետք է ժամանակ տրամադրվելու համար։ Չէ։ Պատրաստ։ Գնացինք, այո։ Դե ուրեմն ժամանակը գնաց։ Միայն նա կարող էր պարծենալ, որ որպես ֆուտբոլիստ 3 անգամ աշխարհի չեմպիոն է դարձել։ Պելե։ Ճիշտ է, երբ է Բրազիլիայի հավաքականն առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձել։ 1958։ Ճիշտ է, ով է Բրազիլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Լավագույն ռմբարկուն Ռոնալդո։ Ոչ Նեյմարը, ինչ անունով է ավելի հայտնի 1999 թվականի ոսկեգնդակի դափնեկիր Վիտոր Բորբա Ֆերեյրան։ Վիտինյա։ Ոչ Ռիվալդո, ով էր հավաքականի գլխավոր մարզիչը, երբ Բրազիլիան այս պայծրությամբ վերջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Կարլոս Ալբերտո Պերեյրան։ Ոչ Լուիս Ֆելիպե Սկոլարին։ Ֆիզիկական ինչ առանձնահատկություն ուներ Մանուել Ֆրանսիսկո դոս Սանտոսը նույն ինքը Գարինչը։ Ինչ ֆիզիկական ոտքը կարճ էր, այո, մեկը մյուսից կարճ էր, որ տեղում է Բրազիլիան Կոպա Ամերիկայում նվաճած տիտղոսների քանակով։ Երկրորդ։ Ոչ երրորդ, նա առավել հայտնի էր դաշտը տեսնելու եւ ստանդարտներ իրացնելու կարողությամբ ու կրում է սպիտակ Պելե մականունը։ Զիկո։ Ճիշտ է, որ հավաքականին ամենաշատը հաղթել Բրազիլիան աշխարհի առաջնությունների եզրափակիչներում։ Եզրափակիչներում Ում է ամենաշատը Իտալիային։ Այո։ Ճիշտ է, եւ վերջին հարցը հասցնում եմ ընթերցել Բարսելոնայից, Ռեալից, Ինտերից եւ Միլանից բացի եվրոպական որ ակումբում է խաղացել ֆենոմեն Ռոնալդո։ Էյնթհովեն։ ՊՍՎ Էյնթհովեն, այո, դա ճիշտ պատասխանն է եւ Էրնեստը Դա ինչքան քանի հարց կարծում եմ երկու շատ լուրջ վրիպում թույլ տվեց։ Շատ լուրջ որն է, 6 ճիշտ պատասխան տվեցիր։ Էրնեստ կարող էիր առնվազն 8-ը, որովհետեւ դու գիտեիր եւ Ռիվալդոին եւ ու բոլորն գիտեի Սկոլարին 2002 Նեյմարը Նեյմարը 3 բան մեկը վերև խփեցի, երկու հատը դարպասաձով։ Այո, 6 միավոր ամեն դեպքում վատ չէ։ Լավ ցուցանիշ է, ամենայն դեպս Գևորգին on-line աղյուսակում շրջանցեցիր։ Հիմա տեսնենք ինչ է ասելու Արամը Սահակյան, համեցիր, Արամ։ Ես կա թեմա, որից խուսափում եմ, բայց Եվ ես գիտեմ, որ դու այդ թեման հիմա վերցրիր։ Հուսամ ոչ։ Հուսանք, այո։ Ինձ շատ հետաքրքիր է, ինչպես դուք խաղաս այդ։ Զիզու։ Զիզու, ահա, վերցրեց այն ինչ ցանկանում էր։ Արամը Զիզու, մենք խաղալու ենք ամեն ինչ Զինեդին Զիդանի մասին, որովհետև չունեմ այդպիսի հարց, ինչպես է Զիզուի անունը ամբողջությամբ։ Մի վարքյան, կենտրոնանամ։ Կենտրոնացիր։ Okay։ Պատրաստ ենք։ Այո։ 70 վայրկյան։ Գնաց։ Ֆրանսիայի որ քաղաքում է ծնվել Զինեդին Զիդանը։ Մարսել։ Ճիշտ է, ֆրանսիական որ երկու թիմում է խաղացել Զինեդին Զիդանը մինչև Յուվենտուս տեղափոխվել է։ Բորդո կան։ Ճիշտ է, Յուվենտուսում թե Ռեալում է Զինեդին Զիդանն ավելի շատ խաղերի մասնակցել։ Յուվեում։ Ոչ Ռեալում, Իտալիայի թե Իսպանիայի չեմպիոն է ավելի շատ դարձել Զինեդին Զիդանը։ Իտալիայի։ Ճիշտ է, քանի գոլ է իր կարիերայում Զինեդին Զիդանը խփել Հայաստանի հավաքականին։ 1։ Ճիշտ է, քանի կարմիր քարտ է ստացել Զինեդին Զիդանն աշխարհի առաջնություններում։ 2։ Ճիշտ է, որ թվականին է Զինեդին Զիդանը նվաճել իր միակ ոսկեգնդակը։ 1998։ Ճիշտ է, քանի անգամ է Զինեդին Զիդանը Լա լիգայում հաղթել որպես մարզիչ։ 2։ Ճիշտ է, 2001-ից 9 թվականներին Զինեդին Զիդանը համաշխարհային ֆուտբոլում պահպանել է հենց այդ ռեկորդը։ Փաս։ Ամենաթանկարժեք ֆուտբոլիստներ պատմության մեջ Զինեդին Զիդանի 4 որդիներից քանիսն են զբաղվել կամ զբաղվում պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ 3-ը։ Ոչ բոլորը։ 4-ն էլ պրոֆեսիոնալ մակարդակում խաղացել կամ խաղում են։ Հասցրի, Արամ, ընթերցել բոլոր 10 հարցերը, դու հասցրիր բոլորին պատասխանել, բայց ոչ բոլորին ճիշտ։
7 ճիշտ պատասխան տվեց Արամ Սահակյանը Զինեդին Զիդանի վերաբերյալ հարցերին եւ այս հատվածում դու կարողացար Էրնեստին շրջանցել։ Փայլուներ, Գևորգ, հիշում ես ես զգուշացնում էի, որ այս փուլում Էրնեստը եւ Արամը ուժեղ են։ Իսկ Էդուարդ, դու հիշում ես, որ ես ասացի, որ արագության հետ կապված բոլոր հարցերին ես Հասկանալի է։ Մենք ամեն դեպքում եւս մեկ անգամ կփորձենք ստուգել քո արագությունը, մտածելու արագությունը։ Ամենայն դեպս համեցիր երկրորդ թեման ընտրելու մնացած 3-ից։ Եվ տեսնենք ինչ թեմա։ Եվրո 2000, ահա։ Թեմաներ ատան։ Գևորգ, դիտել ես 2000-ի եվրոն, վստահ եմ։ Այո։ Որտեղ անցկացվեց հիշում ես։ Բելգիա, Հոլանդիա, Եթե այդպես պատասխանես, Հոլանդիա տարբերակ կարող եմ չընդունել իդե։ Նիդերլանդներ։ Այո։ Պեյբա։ Եվրո Պեյբա, այո, ֆրանսերեն Պեյբա։ Գևորգ Ղազարյանը խաղում է Եվրո 2000։ Պատրաստ ես, Գևորգ։ Այո։ Ժամանակը գնաց։ Ինչը 2000 թվականի Նիդերլանդերի եւ Բելգիայի կազմակերպած Եվրոյում եղավ առաջին անգամ պատմության մեջ։ Չգիտեմ։ Եվրոն կազմակերպեց ավելի քան 1 երկիր։ Ոսկե գնդակի կրկնակի դափնեկիր, որ նախկին ֆուտբոլիստներ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը Եվրո 2000-ում։ Գրոտանի կրկնակի Արագ, Գևորգ, արագ։ Քևին Քիգանը ձախողած Եվրոյում Գերմանիայի հավաքականի 3 դարպասապահներն էին Յենս Լեմանը, Հանս Յորգ Բուտը եւ Օլիվեր Կանը։ Ճիշտ է, հենց այդ ավագի առաջնորդությամբ Ռումինիայի հավաքականն աղմկեց խմբային փուլում եւ թիկունքում թողեց Հաջի։ Անգլիային ու Գերմանիային։ Հաջի։ Ճիշտ է, Գեորգի Հաջի, Պորտուգալիայի հետ կիսաեզրափակչի լրացուցիչ ժամանակի ավարտից 3 րոպե առաջ, հենց նա դիպուկ իրացրած 11 մետրանոցով հաղթանակ պարգևեց Ֆրանսիայի հավաքականին։ Ֆանրի չգիտեմ։ Ոչ Զինեդին Զիդանը Եվրո 2000-ում Իտալիայի հավաքականի 10 համարն Ալեսանդրո Դել Պիերոն էր, իսկ որ համարով էր խաղում Ֆրանչեսկո Տոտին։ 11 11 Ոչ 20 Նորվեգիայի հավաքականի այդ կիսապաշտպանը որպես մարզիչ 2010 Ստոլբակեն եւ վերջին 8-րդ հարցը քեզ համար հասցնում եմ ընթերցել Գևորգ, որ համարի մարզաշապիկով Ռաուլը մասնակցեց Եվրո 2000-ի։ 7 Ոչ, այ հիմա պետք էր ասել 10-ը։ 10 համարով էր խաղում Ռաուլը Ռաուլը։ ասում թեմաներ է ստանում, Գև, դրա Դե համար եմ դա ասում։ միակ տակտիկան է այստեղ։ Գևորգ, ես շնորհավորում եմ։ Դու Ինչ գերազանցեցիր թեմաներ ինքդ ատանում։ քեզ, որովհետեւ երկու միավոր վաստակեցիր այս անգամ, բայց նորից համեղ պատառ խլեցիր քո մրցակիցներից։ Գեորգը եթե իր 20 հարցերից 2-ին պատահականության սկզբունքով ասեր Օլիվեր Կան, երկու դեպքում երկու միավոր միայն այդպես կվաստակեր։ 3 միավոր ունես այս փուլում վերջնական արդեն Գևորգ, սա լավ չէ, որովհետև մրցակիցները դեռ մեկական հնարավորություն են, բայց մնացել են բավականին Ես բարդ տեսնում թեմա։ դրական կողմը, ես միավոր վաստակել եմ։ Միավոր վաստակել ես։ Էրնեստ, երկու թեմա է մնացել, հիմա տեսնենք որը կթողնես Արամին, իսկ որը կտանես քեզ։ Տեսնենք։ Մնացել են հիշեցնեմ հազարանոց վարպետներն ու Great 8-ը։ Այս սրանից էի վախենում։ Դա մեզ մոտ Հազարանոց հազարանոց վարպետներն են։ Իսկ դա նշանակում է, որ մենք խոսելու ենք թենիսի Masters 1000 շարքի մրցաշարերի մասին, որոնք դե ամեն դեպքում դրական կա, եթե մտածում ես, որ Արամը թենիսից ուժեղ է, ուրեմն դու նրան զրկեցիր շատ մի օր վաստակելու հնարավորություն։ Բայց այնտեղ լավ հետաքրքիր թեմա է մնում։ Դե լավ, որից ես գաղափար չունեմ։ Այո, ամեն դեպքում հետաքրքիր ստացվեց։ Էրնեստ, խաղում ենք հազարանոց վարպետներ թեման։ Դու ունես 70 վայրկյան, ժամանակը մնացածը գուշակելով կամ այո, գուցե տեսնենք։ ժամանակը գնաց։ Քանի Masters մրցաշար է անցկացվում տարվա ընթացքում։ 5 Ոչ 9, ով է ռեկորդակիրը Masters մրցաշարում նվաճած տիտղոսների քանակով։ Ջոկովիչ։ Ճիշտ է, Masters շարքի 9 մրցաշարերից քանիսն է անցկացվում Ասիայում։ Շանհայում ամենակ։ Այո, ճիշտ է, քանի Masters մրցաշար է անցկացվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1 Ոչ 3։ Վերջին քանի Masters մրցաշարում է չեմպիոնական տիտղոսը նվաճել Յանիկ Սիները։ Վերջին 3 Ոչ 6, որ Masters մրցաշարում է ամենաշատը հաղթել Ռաֆայել Նադալը։ Որ Masters մրցաշարում Արագ։ Ամերիկայի Եթե չես հիշում անցնենք։ անցնենք։ Մոնտե Կարլոյի 2018 թվականի Փարիզի Masters-ի եզրափակչում ում հաղթեց Կարեն Խաչանովը։ Ջոկովիչ։ Ճիշտ է։ Ով ավելի շատ տիտղոս ունի Masters մրցաշարում Յանիկ Սիները, թե Կարլոս Ալկարասը։ Արագ։ Սիները։ Ճիշտ է, բացի Կարեն Խաչանովից եւս երկու հայ թենիսիստ է հաղթել Masters մրցաշարերում, ընդ որում երկուական անգամ անընդմեջ ովքեր են նրանք։ Աղասի Սարգիս Սարգսյան։
Սա վերջին հարցները, որ հասցրի ընթերցել քեզ համար 50%-ով ճիշտ պատասխանեցիր, այո, Անդրեյ Աղասին եւ Դավիթ Նալբանդյանը։ Սարգիս Սարգսյանը մաստերց մրցաշարի շատ է մասնակցել, բայց չի հասել։ Ես մի առարկություն ունեմ, այնտեղ առարկություն չի, առաջարկ, քանի որ պատասխան հնչել էր, իսկ ես արդարության կողմնակից եմ, խնդրում եմ այդ միավորը։ Ես գնահատում եմ քո մեծահոգությունը, բայց մերժում եմ այդ առաջարկը, որովհետև դու մեղավոր չես, որ այդ քննարկումը եղավ։ Այո, ես համաձայն չեմ, իհարկե, թող Արամը կարող էր եւ չխոսել այդ մասին, քեզ չօգնելու համար։ Քանի որ ըստ էության մինչև խաղի այս փուլի սկսվել է, Էրնեստը արդեն այդ տեղեկությունը գիտեր եւ ես համարում եմ, որ կապ չունի ինչ միջոցով է դա ստացել այս խաղաշրջանում թե հետո։ Էրնեստ 4 ճիշտ պատասխան ամեն դեպքում։ Մի թեմայից, որտեղ հույս չունեիր անգամ մեկ մի օր վաստակել, այնպես էիր խոսում, բայց 4 ճիշտ պատասխան եւ դա նորից քեզ այս պահին դուրս է բերում առաջատարի դիրք, ինչով կպատասխանի Արամը Սահակյան, մենք հիմա կտեսնենք։ Արամ, ես ճիշտ հասկացա, չէ՞ որ Great 8-ի տակ միայն Ovechkin-ն է։ Այո, շատ ճիշտ հասկացա։ Չկա Toni Kroos-ը, որը պակաս որովհետեւ նա Great 8 մականունը չուներ։ Համոզվենք, որ այդ թեման է մնացել։ Տեսնենք որ թեման է։ Օ, ինչպեսի զարմանք։ Այո, Great 8 Ալեքսանդր Օվեչկինի մասին ամեն ինչ Արամ Սահակյանի կատարմամբ տեսնենք որքանով է տիրապետում պատմության լավագույն հոկեյիստերից մեկի կենսագրությանը եւ կարիերային։ Պատրաստ ես Արամ։ Այո։ 70 վայրկյանը գնաց։ Ռուսական որ ակումբից 2005 թվականին Ալեքսանդր Օվեչկինը տեղափոխվեց Վաշինգտոն Կեպիտալս։ ԲԿՄ։ Ոչ Դինամո Մոսկվա, հոկեյի ազգային լիգայի 2004 թվականի դրաֆթի ընդհանուր որ համարով Վաշինգտոն Կեպիտալսն ընտրեց Ալեքսանդր Օվեչկինին։ Առաջին։ Ճիշտ է, բացի Վաշինգտոն Կեպիտալսից հոկեյի ազգային լիգայում որ ակումբում է հանդես եկել Ալեքսանդր Օվեչկինը։ Edmonton Oilers։ Ոչ մի ակումբում, քանի անգամ է Ալեքսանդր Օվեչկինը Վաշինգտոն Կեպիտալսի կազմում դարձել Սթենլիի գավաթակիր։ 3։ Ոչ մեկ։ Ում ռեկորդը գերազանցեց Ալեքսանդր Օվեչկինը, ճիշտ է, քանի անգամ է Ալեքսանդր Օվեչկինը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել օլիմպիական չեմպիոն։ Ոչ մի։ Ճիշտ է, քանի զավակ ունի Ալեքսանդր Օվեչկինը։ 2։ Ճիշտ է, 15 տարուց ավելի թե պակաս է Ալեքսանդր Օվեչկինը կատարում Վաշինգտոն Կեպիտալսի ավագի պարտականությունը։ Ավելի։ Ճիշտ է, 16 աչլիկ թե ձախլիկ է Ալեքսանդր Օվեչկինը։ Աչլիկ։ Ոչ ձախլիկ է, որ գույնի քուղերն են դարձել Ալեքսանդր Օվեչկինի այցեքարտերից մեկը, իսկ ճիշտ պատասխանն է դեղին։ Ված չէ, բայց Արամ։ Շատ լավ էր ես կասեի 50% Ես հույս ունեի որ գոնե կարծնեք որ ակումբում է խաղում, ես գիտեի որ այնքանով ասեմ ված չէ, նույնիսկ լավ որ դու 15 վայրկյան խնայեցիր։ Շատ արագ էիր պատասխանում։ Այդ 15 վայրկյանը մենք հետո քննարկենք ինչ կարելի անել եւ 5 ճիշտ պատասխան տվեցիր։ 5 ճիշտ պատասխան Արամ Սահակյանը այս թեմայի շուրջ մտավախություններ ուներ, բայց նա լուծեց իր արժեք դրված հարցերը եւ հիմա մենք կամփոփենք երկրորդ փուլը։ Եվ այսպես, պարոնայք, ինձ շատ դուր եկավ, ինչպես բոլորդ, ուզում եմ ասել բոլորդ խաղացիկայից փուլում, բայց Գեորգը ժպտաց։ Ես ուրախ եմ, չես պատկերացնում։ Իրոք ուրախ կարելի է լինել, բայց միավորների տեսանկյունից զիջում ես Գեորգ։ Այս փուլում վաստակեցիր 3 միավոր, Էրնեստ Շաբոյանը վաստակեց 10 միավոր, իսկ Արամ Սահակյանը վաստակեց 12 միավոր։ Ինչ պատկեր ունենք երկու փուլից հետո Գևորգ Ղազարյանը 9 միավոր ունի եւ այլևս առաջատար չէ։ Էրնեստ Շաբոյանն ունի 14 միավոր եւ Արամ Սահակյանը 16 միավոր։ Ունենք առաջատարի փոփոխություն, Արամն անցավ առաջ, Էրնեստը շատ մոտ է, Գևորգ զիջում ես, պետք է երրորդ փուլում վերադառնալ խաղ եւ կարճել եզրափակչի ուղեգրից։ Երրորդ փուլն է առջև։ Մենք գիտելիգայում ենք, առաջին կիսաեզրափակիչն է ընթացքի մեջ, երկրորդ փուլից հետո պայքարն ավելի է թեժացել, որովհետև ունենք առաջատարի փոփոխություն։ Երրորդ փուլն է, պարոնայք, առջևում եւ սա վերջին շանսն է, այսպես ասեմ, կարճելու եզրափակչի ուղեգրից, հատկապես Գևորգին է դա վերաբերում, որովհետև մի փոքր զիջում է իր մրցակիցներին, Էրնեստն ու Արամը գրեթե հավասար են ընթանում, իսկ երրորդ փուլում խորամանկությունների իսկական դաշտ է ստեղծված ձեզ համար։ Կարող եք ընտրել ձեր թեմաները, կարող եք չեզոք թեման, կարող եք մրցակցի թեման։ Դուք ունեք ձեր գույները, Գևորգ այսօր կանաչն է, քո գույնը Էրնեստ կապույտը, քեզ համար Արամ այսօր խաղում ես դեղինով։ Քիչ հետո էկրանին կբացվեն վանդակները, դուք փորձեք հիշել ձեր վանդակների թվերը եւ պատասխանել ձեր հատուկ թեմաների հարցերին։ Եթե կցանկանաք ընտրել մրցակցինը, դա ձեր իրավունքն է։ Միավորների քանակը
Միավորների քանակը հիշեցնեմ, եթե պատասխանում եք ճիշտ ձեր թեմայի հարցին, 1 միավոր եք ստանում չեզոք թեմայի ճիշտ պատասխանը, 2 միավոր է գնահատվում եւ մրցակցի հատուկ թեմային ճիշտ պատասխանելու համար 3 միավոր կվաստակեք միանգամից։ Այսպիսի դասակարգում է եւ ասեմ ինչ թեմաներ եք պատրաստել այսօր ինքներդ ձեզ համար եւ միգուցե մրցակիցների համար։ Գևորգ Ղազարյանի թեման այսօր մարաթոնյան վազքն է։ Գևորգ դու Բայց իր առավոտյան վազքերը Այո, իր առավոտյան մարաթոնյան վազում է մինչև Հունաստան եւ վերադառնում ամեն առավոտ։ Էրնեստ Շաբոյանը այսօր ընտրել է նույնպես զարմանալի չէ, Դիեգո Արմանդո Մարադոնա։ Թեման ամեն ինչ մեծն Դիեգո Մարադոնայի մասին։ Եվ Արամ Սահակյան այսօր ձեզ համար հետաքրքիր թեմա է պատրաստել Մունդիալ 2018։ Բավականին թարմ հիշողություններ, այո, կարող եք պահպանած լինել այս թեմայի շուրջ։ Չեզոք թեման դեռ չեմ ասի, եթե կընտրեք, այդ ժամանակ կասեմ ինչ թեմա է եւ այդ թեմայի շուրջ հարցերին կպատասխանենք։ Ամեն ինչ պարզ է։ Այո։ Եթե պարզ է, ուրեմն ուշադրություն է էկրանին, որովհետեւ հիմա դուք կտեսնեք ձեր գույները վանդակների ու կփորձեք մտապահել։ Ահա, մեր վանդակները եւ ձեր գույները։ Վստահ եմ բոլորդ հասցրիք, փորձեք հիշել եւ քանի որ մեր առաջատարը երկու փուլից հետո Արամն է, նա առաջինն է թիվ ասելու։ Խնդրեմ Արամ։ 12 12, բացեք, խնդրում եմ 12-րդ վանդակը։ Եվ այնտեղ դեղին է Արամ, սա քո հարցն է եւ Մունդիալ 2018։ Առաջին հարցը այս թեմայից հնչում է այսպես։ Հաշվի առնելով, որ Ավստրալիան 2018 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցեց հաղթահարելով Ասիայի ընտրական մրցաշարը, որ հավաքականը Ռուսաստանում ներկայացրեց Օվկիանյան։ Մտածիր, քանի հավաքական գիտես Օվկիանիայից։ Բոլորին սկսի թվարկել։ Եկեք ասենք Նոր Զելանդիան, թեպետ մտածում եմ գուցե այլ հավաքական կա, բայց ամեն դեպքում Նոր Զելանդիա պատասխանը։ Ես այս հարցը պատրաստելիս 99.99 տասնորդական, 100-որդական տոկոսով վստահ է, որ պատասխան հնչելու է Նոր Զելանդիա։ Իսկ 2018-ին Օվկիանիայից ոչ մի հավաքական չմասնակցեց աշխարհի առաջնությանը։ Սա հարց ծուղակ էր, ինչպես դու սիրում ես ասել, եւ ավելի ես քեզ որսացի։ Լրիվ։ Չկար Օվկիանիայից Ինչպես ասում են, անվճար պանիրը միայն թակարդի վրա է լինում, եւ սա այդ անվճար պանիրներ է Էդուարդ, այո։ Չվաստակեց Արամը միավոր եւ հաջորդ ընտրությունը Էրնեստ Շաբոյանինն է։ Խնդրեմ Էրնեստ թիվ։ Երկրորդ վանդակ։ Արդյոք այստեղ կապույտ է մեզ մոտ, այո, կապույտ է Էրնեստ, քո թեման է Դիեգո Մարադոնա եւ առաջին հարցը այսպիսին է։ Քանի ոչ արգենտինական ակումբում է հանդես եկել Դիեգո Մարադոնա։ 3, սա վերջնական պատասխանն է։ Եթե հնարավորություն եք տալիս, մի հատ անցնեմ, Սևիլան հիշում եմ, Նապոլին հիշում եմ, Բարսելոնան հիշում եմ, պրոֆեսիոնալ կարիերայում, եթե ոչ արգենտինական ճիշտ։ Այո, ոչ արգենտինական։ Արգենտինական ակումբներ չեն քաշվում։ Դե կարիերայում պրոֆեսիոնալ, այո։ Եթե դուք Լավ, ընդունում եմ պատասխանը, որովհետև տանջվելու է, որ 4-րդը հիշեր, չկա 4-րդը ուղղակի, այո, 3 ակումբում է հանդես եկել, ճիշտ պատասխանն էր Բարսելոնա, Նապոլի եւ Սևիլա։ Էրնեստ Շաբոյանը մեկ միավոր վաստակում է իր թեմայի հարցին ճիշտ պատասխանելու համար, խոսքը Գևորգինն է։ Ես ընտրում եմ Էրնեստի թեման 7։ Ահա, սա մարտավարություն է։ Դու փորձել ես հատուկ Էրնեստի թեմաները հիշել։ Ես փորձել եմ իմերը հիշել եւ այո, սա Դիեգո Մարադոնայի թեման է։ Միակ տարբերակն է հետ գալու։ Եվ հիմա եթե ճիշտ պատասխանես, Գևորգ, 3 միավոր է ստանալու։ Հուսամ։ Հարցը այսպիսին է. Որ թվականին Նեապոլի Սան Պաոլո ստադիոնն անվանափոխվեց եւ կոչվեց Դիեգո Արմանդո Մարադոնա։ Բոլորովին վերջերս, բայց տարեթիվը բոլորովին վերջերս պետք է թվով նշել։ Տարեթիվը դժվարությամբ կհիշեմ, դա ինձ ստիպում է այնինչ ես այսպես ասեմ, բավականին տրամաբանական մահվան տարիներ 2000 հիմա արդեն ամեն ինչ խառնվեց իրար ուղեղում ես։ Դե Գևորգ թույլ տուր ասեմ Թող Գևորգը պատասխանի, եթե սխալ կլինի, նոր Էրնեստ քեզ կլսի։ Դե կամ 2000 կամ 2020 կամ 21։ Դե հիմա կամ ասա։ Դե 3 վայրկյան։ 20 2020 ասում է Գևորգ Ղազարյանը եւ
Հասնում է իր նպատակին, այո, 2020 թվականին էց, այո, մահվան տարում ընդամենը 3 ամիս անց։ շատ ճիշտ տրամաբանեցիր մահվան տարում Մարադոնայի Նեապոլի ստադիոնը նրա անունով կոչեցին եւ խլեց Էրնեստ, ոչ միայն խլեց քո թեմայից հարց։ Չեմ կարող վերջել։ Այսօր թեմաներն են Մարադոնա, մարաթոնա եւ Այո, մարաթոնա, Մարադոնա եւ Մունտիալ։ Երեք միավոր Գևորգ, շնորհավորում եմ։ Բրավո։ Մերսի։ Ճիշտ որոշում էր եւ մենք վերադառնում ենք Արամին։ 10 10-րդ վանդակ։ Արամը կարծես որոշել է գնալ իր թեմաներով, այո, դեղինն է 10 մեզ մոտ եւ Արամը նորից պատասխանելու է Մունդիալի 2018-ից հարցին։ Իսկ հարցը հետեւյալն է։ 2018-ին առաջին անգամ աշխարհի առաջնությունների պատմության մեջ կիրառվեց VAR համակարգը։ Ում գոլը Մունդիալների պատմության մեջ դարձավ առաջինը, որն արձանագրվեց այդ համակարգի միջոցով։ Չեմ հիշում եթե անկեղծ, վստահ եմ որ առաջին խաղը չէր դա Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև։ Ես այդ խաղը դիտել եմ Լուժնիկի ստադիոնում եւ այո, այնտեղ VAR-ով գոլ չեն արձանագրել։ Կարող եմ քեզ այսպեսի ուղղել։ Չգիտեմ, Անտուան Գրիզմանն եկեք ասենք, չգիտեմ։ Լավ, ընդունում եմ պատասխանը, եթե ասեմ, որ խաղից էր միգուցե միանգամից հիշես Պորտուգալիա-Իսպանիա խաղում դա տեղի ունեցավ եւ Դիեգո Կոստան խփեց գոլ, որը սկզբում չարձանագրեցին, բայց հետո VAR-ի միջոցով փոխեցին որոշումը եւ արձանագրեցին։ Արամը նորից չպատասխանեց իր թեմայի հարցին եւ Էրնեստ, հաշվի առնելով, որ Գևորգը խլել է մեկ հարց, տեսնենք ինչ ես դու որոշել։ 9 Բացեք 9-րդ վանդակ։ 9 կապույտն։ Քո թեման է, փաստորեն հիշում էիր, իսկ ինձ ասում էիր, որ հիշողության անկումներ են գրանցվում քեզ մոտ։ Վերջին հարցը այս թեմայից, որովհետև երկրորդը Գևորգն էր վերցրել, քանի գոլ խփեց Դիեգո Մարադոնան 1986 թվականի աշխարհի առաջնությունում։ Ես նույնիսկ կարծեմ քանի ասիստ կատարեց եւ միակն է դեռևս պատմության մեջ աշխարհի առաջնությունների 5 գոլ, 5 ասիստ, ընդամենը 1 գոլ չհերիքեց, որ հասնի Հարիլի Մեկերին։ Բայց ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Ես ձեր փոխարեն կծափարեի այսպիսի գիտելիքներին, այո, շատ ճիշտ է 5 գոլ։ 5 գոլ խփեց Դիեգո Մարադոնան Մունդիալ 1986-ում եւ մեկ միավոր Էրնեստ Շաբոյանը վաստակում է իր հարցին պատասխանելու համար եւ Գևորգ, այ հիմա նորից 3-ի հետևից կգնաս։ Եթե 2, 7, 9, 10, 12 ես իմ թվերը հիշում եմ, եկեք փորձեմ գուշակել Արամի թիվը երևի 1 համարի տակ է, ենթադրում եմ։ Վերցնում ենք առաջինը։ Հա, ուսամ Բացենք Արամինն է։ Դա միակ տարբերակն է անում։ Ոչ, սա մոխրագույն է եւ խաղի մեջ է մտնում մեր չեզոք թեման։ Իսկ այն այսօր մեզ մոտ կոչվում է հեծանիվ չհորինենք։ Հեծանվա սպորտի մասին։ Հեծանիվ։ Թեև ունեմ ներքին կանխազգացում, որ այս հարցերին Գևորգ Փայլուն տիրապետում։ Ընթերցում եմ հարցը, Գևորգ։ Ինչ գույնի շապիկ է կրում Tour de France բազմօրյա խճուղային հեծանվավազքի ընթացիկ առաջատարը։ Դեղին։ Դա լավ է։ Դեղին իհարկե, դեղին շապիկ է կրում առաջատարը եւ Գևորգ Ղազարյանը։ Հեծանիվ չհորինենք, էլի շատ հեշտ հարց է։ Դե թեման այդպես էլ կոչվում է։ Դուք էլ ընտրեիք չեզոք թեման։ Չվախենայիք Ես վստահ եմ, եթե ինձ ու Արամին ընկնի, օրինակ այդ հեծանիվ թեման, մոտավորապես հարցը այսպես կհնչի, հեծանվի ակի դիամետրը կամ չգիտեմ ինչ-որ կամ ինչքան է փչում, որ կարողանան Ես եթեների վերաբերյալ շատ բան ունեմ ասելու, բայց դա կանենք ավելի ուշ, Էրնեստ։ Դուք ունեք ընտրության հնարավորություն, կարող եք ինքն էլ։ Այդ դեպքում պետքա խնդրեմ։ Երկու միավոր Գևորգ Ղազարյանը վաստակեց այս հարցին ճիշտ պատասխանելու համար, նա մեծ տեմպերով մոտենում է ձեզ, տղաներ։ Տեսեք ինչ եք անում։ Հա, բայց սա իր Գևի վերջի շրջաններ, չէ՞, ճիշտ եմ։ Նա վերջինն է, հիմա մեկական հարցի եւս դուք պետք է պատասխանեք։ Այդ դեպքում ես պատասխանեք։ ձեզ պետքա խնդրեմ, ասեք որ թվերն են զբաղված։ Հիմա Արամն էլ կզբաղեցնի մեկը, հետո կասեմ, որոնք Հա, վայ, զբաղված։ շատ լավ։ Արամ։ Ես միայն ուրախ եմ։ Ես կուզեի շատ հեծանիվ հորինել, բայց քանի որ չեմ հիշում որ թվերի տակ ընդհանուրը թաքնված եւ վախում եմ Գևի մարաթոններից, ես կընտրեմ 2018-ի մունդիալի 3-րդ հարցը, որը թաքնված է 3 թվի տակ։ 3-ը բացեք, խնդրեմ։ Այո։ 3-ը բացեք։ Այո, դեղինը շատ ճիշտ է եւ սա քո թեմայի վերջին հարցն է։ Հուսով եմ գոնե այս հարցը։ Այդքան էլ ոնց հասկացա իմ թեման չի, բայց օքեյ։ Եվ այսպես, ինչպես է կոչվում Սոչիի ստադիոնը, որտեղ կայացավ Մունդիալի 2018-ի 6 հանդիպում, այդ թվում քառորդ եզրափակիչ Ռուսաստան Ես ասեմ, Մի վարքյան էլի։ Ոչ, դու մի ասա, Գևորգ։
Ficht Arena, եթե ճիշտ եմ հիշում։ Ficht։ Ընդունում եմ պատասխանը եւ համարում եմ ճիշտ, ամբողջությամբ կոչվում է Ficht Օլիմպիական ստադիոն, բայց Ficht Arena-ն եւս ընդունելի է։ Այստեղ ինձ օգնեց ոչ առանցքայինը Ficht-ն էր։ Այո, այստեղ ինձ օգնեց ոչ թե Մունդիալ 18, այլ այն, որ Սոչիում Ֆորմուլա 1-ի Grand Prix-ներ էին անցկացվում Ficht-ի կողքով։ Պետք էր Ֆորմուլա 1 ընտրել ուրեմն որպես հատուկ թեմա։ Մեկ միավոր Արամ Սահակյանը վաստակեց եւ ավարտեց այսօր իր ելույթը, քանի միավորով մենք դա կքննարկենք ավելի ուշ, հիմա Էրնեստ։ Ինչպես ասում են, մարտավարության զոհ դարձա ես։ Բայց կարող ես պատասխանել։ Դե կարող եմ, ես ոչինչ չեմ բացառում։ Եկեք եղածներից ընտրենք 11-ը։ 11-ը։ Բացեք 11-րդ վանդակը, որը կարող է շատ բան փոխել։ Կանաչ։ Սա մարաթոնյան վազքն է, Գևորգ։ Ինչ արած։ Եվ սա 3 միավոր վաստակելու փորձ է, Էրնեստ։ Հարցը հնչում է այսպես. Օլիմպիական խաղերում տղամարդիկ մարաթոն վազում են առաջին խաղերից 1896 թվականից։ Իսկ որ թվականի խաղերից մարաթոնյան վազքն ընդգրկվեց ատլետիկայի կանանց ծրագրում։ Որ թվականի օլիմպիական խաղերից։ Համաձայն եմ հուշակելու հարցը։ Ես ցավում եմ, չեմ կարա հուշեմ։ Չեմ կարա օգնեմ։ Միանշան։ Եկեք ասենք 96-ի Ատլանտայի օլիմպիական խաղերից։ 1996 ասում է Էրնեստը, ես ընդունում եմ պատասխանը, Գևորգը հիմա կասի 84 թվականի Լոս Անջելես։ 1984 թվական Լոս Անջելեսից ինչ անում են առաջին անգամ անում են ամերիկացին, այսպիսի օրինաչափություն են նկատել Գևորգը եւ այո 1984 Պատճառն էլ ասեմ Բոստոնի մարաթոնն էր, որտեղ որ կին էր մասնակցել եւ նրանք մեղմ ասած ճակերտների մեջ խայտարակ էին եղել, քանի որ կինը թաքնվել էր իր շատ տղամարդու նման անուն ազգանվան տակ եւ նրանք փորձել էին վերահաստատել, որ իրանք այդուհանդերձ տարբեր սերերին փորձում են նույն կերպ վերաբերվել եւ ընդգրկեց։ Ես նույնիսկ չգիտեմ ում է ավելի հետաքրքիր լսել Արամին, երբ Մադրիդի մասին է խոսում, թե Գևորգին, երբ մարաթոնի մասին է խոսում։ Կեցես Գևորգ, շատ հետաքրքիր տեղեկություն էր։ Էրնեստ, միավոր չվաստակեցիր, փորձը իհարկե համարձակ էր, դե տարբերակ չկա։ Բայց այո, շատ բարդ հարց բաժին հասավ եւ Գևորգ, քեզ բախտ է վիճակվել եզրափակել։ Ես հիմա այս խաղը ունեմ տակտիկական հնարավորություն մարաթոն վերցնել հավասարվել Էրնեստին, թե վերցնել չեզոք հարց եւ շրջանցել։ Այո։ Հիմա ես ամբողջ կյանքում ռիսկի գնալու ճանապարհով եմ միշտ ընտրել, շատ բան չեմ կորցնելու, ավելի լավ է ընտրեմ 8-ը։ 8-ը խնդրում եմ բացեք, Գևորգը, ինչպես հասկացա, ռիսկի է գնում եւ փորձում է շրջանցել մոխրագույնը։ Նորից հեծանիվ չօրինենք։ Չեզոք թեման է։ Քանի անիվ ունի հեծանիվը։ Ես ընթերցում եմ Գևորգ այս խաղի վերջին հարցը, որը կարող է շատ բան փոխել։ Պատրաստ ես։ Այո։ Ինչպես են կոչվում ամեն տարվա մայիս-հունիսին սովորաբար Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարին զուգահեռ Իտալիայում անցկացվող 3 խոշորագույն բազմօրյա հեծանվավազքերից մեկը։ Ինչպես է կոչվում։ Ջիրո դ'Իտալիա։ Հարցնում ես թե պատասխանում ես։ Ինչպես է կոչվում ամեն տարվա մայիս-հունիսին սովորաբար Ռոլան Գարոսին զուգահեռ անցկացվում։ Իտալիա, Ջիրո դ'Իտալիա։ Ջիրո դ'Իտալիա ասում է Գևորգը եւ իհարկե չի սխալվում, Ջիրո դ'Իտալիան ամենահայտնի հեծանվավազքերից մեկն է եւ 2 միավոր ֆենոմենալ ուղղակի մարտավարություն երրորդ փուլում Գևորգի կատարմամբ եւ նա կարծում եմ իրար անցում ստեղծեց այս դիմակայությունում մենք հիմա կամփոփենք նախ երրորդ փուլը անգամ չեք պատկերացնում ինչ կատարվեց պատկերացնում եք այո այստեղ Գևորգ փայլեց 7 միավոր վաստակեց Էրնեստը 2 միավոր վաստակեց եւ 1 միավոր վաստակեց Արամ այս փուլում ընդհանուր հաշիվը այ վստահաբար ինչ կարող եմ ասել 17 միավորով Արամ Սահակյանը հաղթեց այս մրցակցությունում եւ դուրս եկավ եզրափակիչ նա մեր եզրափակչի առաջին մասնակիցն է շնորհավորում եմ Շնորհակալ եմ շատ Էրնեստի եւ Գևորգի պարագայում բարդ է ամեն ինչ դուք հավասար միավոր ունեք պարոնայք 16-ական միավոր եք վաստակել Նա կողոպտեց ինձ եւ հավասարվեց Նա կողոպտեց եւ հավասարվեց որպեսզի parzենք ով է գրավում երկրորդ տեղը մենք դիմելու ենք ինչպես ես սիրում եմ արհեստական բանական հրաձգության այսինքն ես լրացուցիչ հարց եմ ձեզ տալու դե parzելու եք ձեռքը ով առաջինը parzi պատասխանում է սխալվեց մյուսը կարող է նույն հարցին պատասխանել եթե ոչ ապա
մենք հաջորդ հարցին ենք անցնում։ Ամեն ինչ պարզ է այս առումով։ Իսկ երկրորդ տեղը գրավելը շատ կարևոր է, որովհետև այն կարող է տալ հնարավորություն դուրս գալ եզրափակիչ։ Արամ, ես քեզ հարց ունեմ հիմա։ Խնդրեմ։ Մենք ունենք մնացած 1 հարց չեզոք թեմայից եւ 2 հարց մարաթոնյան վազքից։ Որպես հաղթող դու ասա, որ թեմայից հարց հնչես տա։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես եթե կա նման հնարավորություն, ավելի արդար կլինի, որ ոչ մարաթոնից լինի, ոչ ընդհանուր թեմաներից եւ երրորդ ինչ որ թեմայից ընդհանուր, գուցե ֆուտբոլից, գուցե այլ մարզաձևից, բայց որտեղ թե Էրնեստը, թե Գևորգը ուժեղ են, որ հետաքրքիր մրցակցություն տեսնենք։ Շատ լավ, ես ամեն դեպքում հակված եմ չեզոք թեմայի հարցին, որովհետեւ ի վերջո Գևորգը կունենա առավելություն, եթե մարաթոնյան վազք լինի։ Եթե պատրաստ եք, Սկսենք։ եւ այսպես հարցը 2012-ին արգելված դեղամիջոցների պարբերական օգտագործման համար ցմահ որակազրկված ամերիկացի Լենս Արմսթրոնգը քանի անգամ է հաղթել Tour de France-ում։ Առաջինը Գևորգը բարձեց մատը եւ լսենք նրա տարբերակը։ Եթե չեմ սխալվում 9 անգամ։ Դա սխալ պատասխան է, Գևորգ։ 9 անգամ չի հաղթել Արմսթրոնգը եւ Էրնեստ ունի հնարավորություն նույն հարցին պատասխանելու։ 5 վայրկյան եւս կսպասենք։ 12։ Ոչ, սա եւս սխալ պատասխան է։ Լենս Արմսթրոնգը Tour de France-ում հաղթել է, ճիշտ է, ռեկորդային, բայց 7 անգամ։ 7 անգամ դուք չպատասխանեցիք այս հարցին եւ նույն սկզբունքով գնում ենք առաջ, բայց արդեն հարցը հնչելու է մարաթոնյան վազքից։ Իդեպ շատ հետաքրքիր հարց է, լսեք մինչև վերջ։ Մարաթոնյան վազքի մրցատարածքի երկարությունը 42 կիլոմետր 195 մետր է, սա գիտեք։ Պաշտոնապես դա ամրագրվել է 1921 թվականին, բայց մինչև այդ 1908 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերում եւս կիրառվել է այդ երկարությունը, այնինչ նախորդ 3 խաղերում այն ուղիղ 40 կիլոմետր էր։ Ինչու Լոնդոնում կիրառվեց 42 եւ 195-ը։ Էրնեստը հասցրեց բարձել մատը եւ նա պետք է պատասխանի։ Ես կփորձեմ այսպես բացառման սկզբունքով հենվելով իմ առաջին մասնագիտության գիտելիքների վրա, որովհետև ռիսկի եմ գնում դրա համար։ Որովհետև այդ տարածությունը ուղիղ այնքան էր, որքան այդ ճակատամարտի հույների եւ պարսիկների միջև կայացած ճակատամարտից առաջ հունի զինվորը վազելով հասավ յուրայինների ճամբար։ Դե հիմա Էրնեստ, դու ներկայացրիր ինչու է մարաթոնյան վազքը այդքան երկարություն, բայց հարցը այդպեսին չէր։ Հարցը այն մասին էր, թե ինչու 1908-ին Լոնդոնում կիրառվեց հենց այդ երկարությունը, այնինչ մինչև այդ 3 օլիմպիական խաղերում ուղիղ 40 կիլոմետր։ Որովհետև Լոնդոնում այդքան ճանապարհ չկար, որպեսզի կարողանային Ոչ, սա սխալ պատասխան է, ինձ պետք է կոնկրետ պատճառը։ Ինչու հենց Լոնդոնում 1908-ին փոխեցին եւ այս տարածությունը կիրառեցին։ Հետո նորից փոխվել է։ Պաշտոնապես ես ասացի հարցում ամրագրվել է 1921 թվականին, բայց Լոնդոնում այդ կիրառությունը եղել է եւ դա ունեցել է կոնկրետ պատճառ։ Գևորգ, քո հերթն է։ Դե գևը գիտի որ ասում։ Էրնեստ արիր արետ ասեք։ Չէ։ Ես ամեն դետալ, քանի որ գիտեմ այդ թեմայի շուրջ, դա է պատճառը ներկայացնել։ Դե սեղմ, եթե ասեմ թագավորական ընտանիքին, որպեսզի տեսնի թագավորական պալատի մոտով, Վեսթմինստերյան պալատի մոտով պետք է անցնել։ Ես իհարկե տառակերությամբ չեմ զբաղվի։ Վինձորի ամրոցից էի նայում թագավորական ընտանիքը, նայում էր Վինձորի ամրոցից, որպեսզի նրանց տեսանելի լիներ երկարությունը մի փոքր մեծացրին եւ թագավորական ընտանիքը կարողացավ վազորդներին տեսնել։ Այո, Գևորգ, սա ճիշտ պատասխան էր, դու կրկին փայլում քո թեմային տիրապետում էր եւ լրացուցիչ հարցի շնորհիվ Գևորգ Ղազարյանը գրավում է երկրորդ տեղը այս խաղում եւ Գևորգ պետք է սպասես ամեն դեպքում երկրորդ կիսաեզրափակչի ավարտին, որպեսզի իմանաս դուրս ես գալիս եզրափակիչ թե ոչ։ Էրնեստ, բրավո, ամեն դեպքում փայլուն խաղի համար շնորհակալություն ենք հայտնում, թեև եզրափակիչ դուրս գալ չկարողացար, բայց շատ լավ էմոցիաներ ապահովեցիր, այսպիսի ծափահարություններ։ Էրնեստին, Արամ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ, սպասիր քո խաղին եզրափակչում։ Իսկ չէ վերջում իմ կողմից։ Վերջում, այո, քո կողմից մենք այդ կենացը անպայման կլսենք եւ հենց հիմա խնդրեմ Էրնեստ։ Իրականում շնորհակալություն, իրականում շնորհավորում եմ Արամին նախ։ Շատ շնորհակալ եմ։ Գև ջան, քեզ էլ եմ շնորհավորում, ձեզ եմ շնորհակալ։ Այս խաղը ինքը ցույց տվեց ինչի համար է ոչ միայն գիտելիք, այլ նաև մարտավարություն եւ այդ մարտավարության զոհ իհարկե ես դառա, բայց սա խաղ է, սա հաճելի է եւ քանի որ Գևը օգտագործեց այդ մարտավարական հնարքը, դա նույնպես ռազմավարության մի մաս էր եւ դրա շնորհիվ ինքը կարողացավ
հասնել արդյունքի, նույնը արեց Արամը, անենց որ այս կիսաեզրափակիչը այնքանով էմոցիա ապահովեց ինձ համար, որքան նախորդ խաղինը եւ այսպիսի մի գուշակություն, մի թող լինի կանխատեսում անեմ, ես կարծում եմ այս կիսաեզրափակիչից է լինելու առաջի եթերաշրջանի հաղթողը։ Չգիտեմ, բայց կարող է այդպես լինել։ Այդեպ, այո, ճիշտ նշեցիր, Արամը վերջին պահին հիշում ես, մեկ միավոր որոշեց հաստատել իր թեմայից եւ ապահովել առաջին տեղը, ինչը նրան ստացվեց։ Շնորհակալություն։ Պարոնայք խաղին մասնակցելու համար, Արամի հետ դեռ կհանդիպենք, Գևորգի հետ դեռ հնարավոր է։ Հանդիպենք, Էրնեստ, մենք անպայման կհանդիպենք, բայց առայժմ ոչ այս տաղավարում։ Գիտելիգայի առաջին կիսաեզրափակիչն էր, շնորհակալություն արգելի հետևորդներ, որ մեզ հետ եք, շարունակեք սպասել հաջորդ հաղորդումներին առայժմ։